Հունիսի 16-ի առավոտյան Միկա ցեմենտի շուրջ 300-ից ավելի աշխատակիցներ բողոքի մեծ ակցիա էին կազմակերպել գործարանի բակում։ Ինչպես արդեն նշել էինք, աշխատողները խոստացել էին մինչև 15-ը աշխատավարձերը չմարելու դեպքում իրենց բողոքը նոր թափ կստանա։ Ամեն անգամ խափում էին 15 օր հետո 20 օր հետո։ Ինչ է իմաստ խափում են, այսօր որոշել են, որ բոլորը պետք է կայնենք ու մեր աշխատավարձը պահանջենք։ Այսօր ասում են 6 օր կտանք, 2 կտանք, 15 օր կտանք, եթե ժողովրդի համբերությունը լցվում է, մինչև երբ։ Մայիս, մարտին եւ մայիսին կանչել են աշխատանքի, բան խումբ։ Այդ ամիսներին կանչեն, պարզվել որ 120, 130, 200 միլիոնին հասնող պարտքեր ունեն։ Իսկ էդի ոչ 200 դրամ, ոչ 200,000 միլիոնների։ Ընդհանուր պարտք որ նայում է ուպրավլենիայի ղեկավար եւ արտադրամասի ղեկավար ասված անձնավորությունների աշխատավարձն որ այդեն միլիոներ ակուտակվել։ Այս խեր բանվորներին է մի քանի միլիոն է կազմում ընդամենը։ Աշխատողները պահանջում են 7 ամսվա աշխատավարձը, որը խոստանալուց հետո էլ չի վճարվել։ Մարդիկ իրանց աշխատավարձն ուրիշ բան են ուզում։ Թե վախում են ապագիներ կոտրեն կամ գրով վերցնեն այդ բերտը։ Աշխատողների խոսքերով արդեն 4-րդ մարտն է, ով կատված է ստանում աշխատավարձի պատճառով։ 2 օր առաջ կադրի բաժնի վարիչ եմ հասցանում։ Ինքը ինֆարկտ կարացել, երևի հենց փող շներ որ դեղին առնի, որ խմի հետ։ Դրա համար մահացա կարանտինա։ Նույնն ես եմ։ Սերտի խնդրեմ, ամիսը 50,000 դեր եմ տուն, էսա։ Հիմա փող չկա, դեր որ ես առնեմ, գնամ այդ դեղը խմեմ, որ չմայրնեմ։ Փողի համար, դիրեկտորից փող էլ պահանջ, ասել երեխեքից չեմ կարող։ Դուսելեկի այդ, այո։ Անցած տարի էլ ուշացրեցին, աշխատավարձը մոտավորապես 7 ամիս չտվեցին էլի։ Փեջը թողալու ժամանակ էր, պայմանավորվեցին, որ դինես փողը տան նոր տան փեջը, դերին մի ամիս փող տվի այդ ընթացքում։ Մեր մաժնիստից մեկը մահացավ ինֆարկտից, տեղում։ Ես ինֆարկտային վիճակում էի այդ ժամանակ։ Մի կերպ աշխատում էի, գնում էի տան մեջ կացելայնությունում, գալիս աշխատում, որ փեջն աշխատացնել, 3 հոգի էին գնացել։ Մի կերպ յոլա տարանք այդ փեջն աշխատեց, այս օրացան որ նրանք աշխատեն, փողը տանեն ուտեն ու մեծ փող չտան։ Այս վիճակով որ ես աշխատել եմ, թող իրաց քթերը ուտեն։ Խոսեցինք Սերոբ Շարոյանի հետ, ում շուրջ պտտվում են ՎՏԲ բանկից գործարանը գնելու խոսակցությունները։ Գործարանի գլխավոր մեխանիկը չհերքեց իրենց կողմից գործարանը գնել ցանկանալու փաստը, բայց ինչպես ինքն ասաց, խոշոր գումար է ներդրվելու, անհրաժեշտ է ամեն ինչ հստակեցնել, թեկուզ այս պարտքերը, որոնք կուտակվել են, վաճառող կողմի հետ դեռևս համաձայնության չեն եկել, թե որ կողմն է վճարելու պարտքերը։ Գործարանի ներկա տնօրինությունն անտարբեր էր բակում կատարվող իրադարձությանը։ Ոչ մեկը չի գալի պատասխան չտակ։ Ոչ խուլիգան կա, ոչ մարտասպան կա, ոչ բանդիտ կա, որ խփեն ուպրավլենիա շենքը կոտրեն կամ թե չէ մի ուրիշի բռնեն խեղտեն, ասեն մեր փողեր դու։ Բոլորն է հասկացող անձիկ են 60 եւ ավելի տարիքի մարդիկ են։ 40, 30, 50 տարի, սա ջայլ մարդ տեսնում եք, ազնագյուտ կան ջայլը, որտեղ բոլոր կադրերը փախել են, չկան։ Մնացել են այս հները, հիմնել նաստավնիկ չի կարող մնել։ Դուք մասնակցությամբ ինչ եք։ Ոչ բան, համբալ, բանվոր։ Քանի որ գործարանը պատկանում է ՎՏԲ բանկին, հեռախոսակապ հաստատեցինք բանկի կողմից գործարանի կառավարիչ նշանակված Արթուր Մուրադյանի հետ։ Կառավարիչը տեղյակ էր գործարանի բակում տեղի ունեցող իրադարձությանը, սակայն ինչպես ինքն ասաց, գործարան չի շտապում, քանի որ այլ կարևոր գործեր ունի։ Մեր այն հարցին, թե ի վերջո ինչ է լինելու աշխատողների աշխատավարձերի հետ կապված, Արթուր Մուրադյանը պատասխանեց, որ խոստանում է այս 2 օրը գործարանի ճակատագրի հարցը լուծվելու է, կամ վերջնականապես վաճառել, կամ պարտքերը վերցնել իրենց վրա։ Նշենք, որ աշխատողներին բնականաբար չբավարարեց ղեկավարի կողմից պատասխանը, նրանք որոշեցին այսօրվանից գործադուլ անել, չդադարեցնելով բողոքը, այն հասցնել մինչև մարզպետարանի բակ, որպեսզի գործի միջամտի կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը։ Սովետական կարգերի ժամանակ դες բան չկար, այ բալիկյան։ Եթե գործարանը փակվում էր, կամ պետք է սնանք ճանաչվեր, կամ զապրետ է դրված, բոլորը պետք է աշխատեին։ Ոչ թե տնօրենը գա, տեղակալները գան, 66% ստանան, 2/3 ու լավ մի բան էլ բողոք են։ Բանվորները կանչեն, նրանք էլ ասեն մենք եկենք սրտին աշխատենք, ճիշտ է, եկել են աշխատել են մարդիկ։ Իսկ այսօր ընկել են աշխատող կորիզին մայիս ամսին կամ մարտին կանչում են աշխատանք։ Ինչու՞։ Դες բանով է տեսել, եթե արտադրանք չուներ վաճառել, բոլորը թող գնային, 20 պահագել, պահագային փողը թող ստանային ու վերջ։ Իսկ այսօր եկել են 200 միլիոնների առաջ է կանգնել։ Աթարբեջանցի Սասունից մուռ են անում, հա։ Թակավորական ճամփեն են մենակ արծում մինչև Ծաղկաձոր, մյուսները ինչ կուտեն, քնենք ելնենք էներգիա են թանկացնում, ուտելիք ու բան են թանկացնում։ Ոնց պետք է անենք, ասեք քոչեք ես երկրից հանգած հասկանանք։ Աշխատողներն հավաքվեցին մարզպետարան, որտեղ փորձեցին հանդիպել մարզպետի հետ, ինչը նրանց չհաջողվեց։ Մնում է սպասել եւս 2 օր հասկանալու ինչ է լինելու իրենց եւ գործարանի ճակատագրի հետ։
Նինահար պարային համույթի փորձն է։ Համույթը պատճառվում է իր 30-ամյա հոբելյանին։ Արտյոմ Ռաֆայելյան, Նինահար պարային համույթի գլխավոր բալետմեստր, Սույն թվականի հունիսի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալու Նինահար անսամբլի ստեղծման 30-ամյա հոբելյանական երեկոն։ Համերգը նվիրվում է, ինչպես ասեցինք, քիչ առաջ 30-ամյա խմբի ստեղծման համար, որտեղ ելույթ են ունենալու Նինահար պարային համույթի սաները եւ Ռաֆայելյաններ պարային ստուդիայի ամբողջ սաները, սկսած 5 տարեկանից մինչև ավագ մեծահասակների խմբի տարիքային մասնակիցները։ Տրամադրությունը շատ տոնական է, քանի որ մեր անդրանիկ համերգն է լինելու 30-ամյա հոբելյանի հետ կապված, ցանկանում ենք հանդիսատեսին եւ մարդկանց ապացուցել, որ մենք կարողացել ենք մեր ազգայինը մեր մեջ պահել, մեր մենահամերգով էլ ցույց տանք դա, որպեսզի բոլորն էլ տեսնեն եւ գնահատեն դա։ 1927 թվականին ներքին Ախտայի Քարվանսարագյուղում առաջին անգամ կոմերտուհիների նախաձեռնությամբ կառուցվեց մեծ ակումբ։ Այդ նույն ակումբի դահլիճում կազմավորվեց եւ ստեղծագործեց Նինահարը։ Կազմավորվել էր Նինահար պարային համույթը, որը մեծ առաջընթաց ապրեց, դաժե այդ պարողներից, խմբի պարողներից, երկողներից մեկը երգում էր նաև Սուլիկո երգը, որը այդ երգով մասնակցեց Մոսկվայում կայանալիք Կովկասյան պետությունների մրցույթ փառատոնին, որին ներկա եղել դաժե Ստալինը։ Ուրեմն երգից հետո ինչ մի հետաքրքիր բան կա, որ հայկական տարբերակով երգում է, ամբողջ Ստալինը վերականգնում, ծափա տալիս, ամբողջ դահլիճը իր հետ նորից են կրկնել տալի։ Այդ մարդը Սուրեն Արաքելյանն էր, Քարվանսարեցի, ուրեմն դրան պարգևատրում են ոսկե մեդալով եւ պալտոյի կտորով վերարկուի։ Մեր գյուղը ալ է հագել Նինահար, Նինահար, Նինահար ջան, Թավիշից շալ է կապել Նինահար, Նինահար, Նինահար ջան։ Այս պարային համույթում բոլորը հոգեարազատ են ու սերը դեպի ազգային երգը եւ պարը։ Ես կարամ ասեմ, որ մեր ազգային մշակույթը ամեն ինչ է մեր համար։ Սիրելով մեր ազգայինը, մեր հոգևորը, դա բառերով բացատրելի չի, մարդիկ պետք է այդ գնահատեն, հասկանան, սիրեն։ Արտասահմանյան պարեր են պարում, մեր համար հաճելի չի, պետք է պահպանենք մեր ազգային մշակույթը, որ օտար ազգեր չասեն, այս պարը մերն է, այն պարը մերն է, պետք է պահենք ամբողջական մեր հայրենիքում, մեր երկրում, բոլորը սիրենք մեր մշակույթը։ Մեր ազգային պարը պետք է պահել, պահպանել, ոչ միայն Հրազդանում, այլ նաև ամբողջ Հայաստանում եւ Եվրոպայում։ 1984 թվականի սեպտեմբերին ստեղծվեց Նինահար պարային համույթը։ Նինահարի հաջողությունները սկիզբ են առել խորհրդային տարիներից։ Մեծ հրավիրեցին Կիև մասնակցելու խորհրդային պետության մանկական ազգագրական խմբերի փառատոնին, որը իմ համար մեծ հաջողությունների տարի դարձավ, այդ ժամանակ ամբողջ 15 հանրապետությունների մեջ մեր խումբը ճանաչվեց լավագույնին ներդրվեց մեծ մրցանակը։ Այս հաջողություններին հաջորդել են հանրապետության մի շարք միջոցառումներ։ Խումբն հյուրախաղերով եղել է Հնդկաստանում, Իտալիայում, Բուլղարիայում, Սլովենիայում եւ այլուր։ Նինահարն այս շուրջ 30 տարվա ընթացքում կրթել եւ դաստիարակել է այնպիսի սաներ, ովքեր պարում են հանրապետության պետական եւ վաստակավոր կոլեկտիվներում, Պարի պետականում, Բերդ պարային համույթում եւ այլուր։ Կայացավ Հրազդանի Արամ Խաչատրյանի թիվ 1 երաժշտական դպրոցի 2013-2014 թվականի 8 տարվա հաշվետվության համերգը։ Դպրոցի սաների բազմաժանր երաժշտական գործիքներով կատարումները փայլում էին։ Ժողովրդական դուդուկին, դհոլին հաջորդեցին եւ նախորդեցին դասականները, այնուհետեւ շվի, ֆլեյտա, կանոն եւ գիտար։ Դահլիճը լցնելով երաժշտական ակորդներով։
Դպրոցի տնօրեն Անահիտ Ղազարյանի խոսքը ընդհանրացումներ գեղեցիկ համերգի։ Ուղղակի շնորհավորում եմ բոլորիս այսօրվա համերգի կապակցությամբ, նաև մեզ, մեր դասատուներին եւ մեր աշակերտներին մաղթում եմ ավելի մեծ հաջողություններ, ավելի մեծ բարձունքներ։